Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ընտրարշավի մեկնարկից անցել է մեկ շաբաթ եւ եկեք միասին փորձենք կարճ ամփոփել այս մեկ շաբաթվա ընտրարշավը։ Անկեղծ պետք է ասեմ, մեկնարկը անդիմադիր հիմնական ուժերի համար հաջողված չէի համարում եւ բնական է, որ հիմնական ուժերը կարծեք թե ժամանակի կարիք ունեին մինչև ընկնեն տեմպի, ռիթմի, ֆորմի մեջ եւ առաջի օրերը կարծեք թե ծախսել էին այդ հարցերը լուծելու համար, սակայն երեկ եւ այսօր ուզում եմ գոհունակությամբ արձանագրել, որ ընդդիմադիր հիմնական ուժերին հաջողվել է Նիկոլ Փաշինյանին հաղթել օրվա քարոզարշավային տրամաբանության եւ էներգետիկայի մեջ։ Եվ սա պատահական չէ, որովհետեւ հենց ընդդիմադիր հիմնական ուժերը սկսում են համարժեք պատասխանել Նիկոլի ստերին, Նիկոլի հիստերիաներին, Նիկոլի վիրավորանքներին, ապա կտրուկ ավելանում է այդ ուժերի նկատմամբ եւ ուշադրությունը եւ վստահ եմ նաեւ հանրային վստահությունը, բայց միայն ընդդիմադիր ուժերը չեն, որ բարձունքի վրա են այս երկու օրերի ընթացքում, պետք է նաեւ գոհունակությամբ արձանագրեմ, որ հասարակության մեջ նույնպես փաշինյանական արշավի ընթացքում քիչ չեն այն խիզախ քաղաքացիները, որոնք առիթը բայց չեն թողնում Նիկոլ Փաշինյանի երեսին դեմքին շփեցնել ճշմարտությունը, ասել այն ամենը, ինչին բերել է Նիկոլի իշխանությունը, թվարկել կորուստները, ասել, որ այդ ամենը ներելի չէ, հիշեցնել Նիկոլին իր խոստումների, ստերի եւ մնացածի մասին։ Այսինքն հենց որ Նիկոլ Փաշինյանը երկու կողմից, հասարակության կողմից եւ ընդդիմադիր ուժերի կողմից արժանանում է համարժեք ճնշումների, ապա նա կրվում է, նա սկում է եւ իր հիստերիաները, իր անփառունակ պահվածքը, իր լկտիությունները հենց դրա հետևանք են։ Այսինքն, որպեսզի մենք հաջողությամբ անցնենք քարոզարշավի մնացած օրերը եւ շաբաթները եւ հունիսի 7-ին արձանագրենք ընդդիմադիր միացյալ հաղթանակ, իրականում ժողովրդի հաղթանակ, հարկավոր է, որպեսզի թե ընդդիմադիր հիմնական ուժերը, թե հասարակությունը շարունակի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պրեսինգը, ճնշումները, թույլ չտա, որ Նիկոլը վերածի ընտրարշավը մեկ դերասանի թատրոնի, այլ երկու կողմից, երկու ճակատով, այսպես ասած, զապադնի եւ վաստոչնի ֆրոնտերով ճնշել Նիկոլ Փաշինյանին, թե հասարակության կողմից իր տարբեր հանդիպումների եւ քարոզարշավային այցերի ընթացքում, թե լրատվական, քաղաքական, քարոզչական դաշտում ընդդիմության կողմից։ Այո, Նիկոլը փորձում է, եւ սա է պատճառը, որ բլոգեր են կալանավորել, վախեցնել հասարակությանը, որտեղ տեսնում է, որ բանը բանից անցնում է եւ իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ, դրա համար փորձում է պատժել 1-2-3 հոգու, որպեսզի մնացած բոլորը վախենան։ Եկեք չվախենանք, ճիշտ աշխատանքի եւ հավատամքի դեպքում մեզ բոլորիս կմնա 1 ամիս այս ռեժիմը հանդուրժելու համար։ Իհարկե, եթե պատրաստ լինենք նաև մեր հաղթանակը, մեր հաջողությունը, մեր քվեն պաշտպանել նաև փողոցով։ Ոստի իմ առաջարկը հետևյալն է՝ շարունակել կիրառել սենդվիչի ստրատեգիան, այսինքն եթե Նիկոլ Փաշինյանը մենակ է մնում այս կամ այն ճակատի դեմ, ապա նա հեշտությամբ հաղթում է, սակայն երբ որ երկու ճակատներից ընդդիմադիր եւ հասարակական նրան սենդվիչի նման ճզմում են արանքում, ապա նա սկսում է հյութ հարձակել, լղոզվել, ճզմվել եւ դեֆորմացվել։ Այսինքն պետք է շարունակել կիրառել, եթե դա գիտակցաբար չի, ապա սարքել դա գիտակցաբար սենդվիչի ստրատեգիան։ Նիկոլ Փաշինյանը արանքի կալբասն է, երշիկն է, որին պետք է վերևից ճնշի ընդդիմության հիմնական ուժերը, դա իհարկե ուժեղ Հայաստանն է, դա Բարգավաճ Հայաստանն է, դա Հայաստան դաշինքն է, դա Թաթոյանի կուսակցությունն է, իսկ տակից իրեն պետք է ճնշի հասարակությունը։ Ճզմելով Նիկոլին երկու քարոզչական քաղաքական շերտերի արանքում մենք կկարողանանք մնացած օրերը նույնպես անցնել հաջողություններով եւ առանց մեծ կորուստների։ Չվախենանք եւ շարունակենք աշխատել։ Ի դեպ նաեւ մեր օրինակով, իմ եւ իմ ընկերների օրինակով ուզում եմ կոչ անել նաեւ ընտրություններին անմիջականորեն չմասնակցող քաղաքական ուժերին, հասարակության հատվածներին, անհատներին, քաղաքացիներին, նաեւ մեր հայրենակիցներին աջակցել այս քարոզարշավին, խփելով Նիկոլին, մատնանշելով իր ստերը, շարունակելով ստեղծել այն մթնոլորտը, որի մեջ Նիկոլ Փաշինյանի դատարկությունն ու անբարոյականությունը ավելի ցայտուն կլինեն։ Սա էլ ասեմ ու ավարտենք։ Ակնհայտ է, որ նա
Այս պարագայում, երբ որ վերևից իրեն ճնշում են ընդդիմադիր հիմնական ուժերի տակից հասարակությունը, փորձում է եւ շարունակելու է փորձել խաղի մեջ ներքաշել իր արբանյակներին, իր ճկլաս սպասարկուներին, ձեն փախցնող սութի ընդդիմադիր ներկայանող իրականում Նիկոլի գրպանում ծվարած ուժերին, որոնց պետք է քսի տա ընդդիմության վրա։ Ընդդիմությունը բնականաբար պետք է փորձի չմտնել այդ լոկալ հյուծող անիմաստ պատերազմների մեջ, այդ սատելիտ ուժերի, նիկոլամերձ ուժերի դեմ եւ պետք է շարունակի իր հարվածը, հիմնական հարվածը ուղղել բացառապես Նիկոլի ուղղությամբ։ Այո, Նիկոլը հաղթահարելի խոչընդոտ է հայ ժողովրդի եւ հայկական պետականության առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար։ Կտեսնվենք։